Մայրաքաղաքից ոչ հեռու Չարբախ թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատի մարզի նորաբաց համայնքը։ Մասյացոտնի թեմի քահանաները մարտի 27-ին մեկտեղվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու մեծ պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը։ Աղոթական մթնոլորտում ներկաները խորհրդացեցին հայոց եկեղեցու առաջիկա իրադարձությունների մասին։ Տուն կտկենած պտղույն օրծության, զիքեզ միշտ օգնյալ և բարեգործյալ։ Այս եկեղեցում սպասավորում է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, 1 տարի է նա այստեղ սրբազան արարողություններ է անցկացնում։ Նորաբացի բնակիչներին ու այցելուներին հաղորդ է դարձնում եկեղեցական կյանքի անցուդարձին, ներկայացնում է սպասվող տոների խորհուրդը։ Եկեղեցին ինչպես մնացած եկեղեցիները հավատացյալներով լցվում է կիրակի օրերը ամբողջությամբ, հաղորդվողներ կան, որովհետև այս եկեղեցին սպասարկում է 2 համայնքներ, Նորաբաց եւ Դարակերտ համայնքները, եւ այս 2 համայնքներից հավատացյալներ գալիս են եւ Փառք Աստծո այնքան է լինում հավատացյալներ, որ արդեն եկեղեցում տեղ չկա, ավելի մեծ եկեղեցի ենք ուզում։ Ծաղկազարդի տոնն է, մանուկների օրհնության օրն է։ Եվ Քրիստոս ասում է, եթե ուզում եք երկնքի արքայությունը մտնել, պետք է նմանվել մանուկներին։ Հենց այստեղից պիտի սկսենք մենք։ Պետք է ունենանք այդ խոնարհումը, մանուկների պես այդ խոնարհություն ունենանք սրտի եւ այսպիսով շարունակենք ամբողջ տարին ապրել այդ ոգով, այդ մտածումներով, որ պետք է մեր ընթացքը փոխենք, մեր հպարտությունը վերացնենք, մեր նախանձը վերացնենք եւ նմանվենք այդ փոքրիկներին։ Տեր Անդրեասին շատերը հիշում են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։ Շուշիի անկման ժամանակ նա էր հնչեցնում Ղազանչեցոցի զանգերը։ Հիմա այս տարածքում ապրող արցախցիների համար մխիթարության գոտեպնդման խոսքեր է գտնում։ Արցախցիներ շատ կան, իհարկե բոլորը եկել են, մեծ մասը Հայաստանում են եւ կապը կա մեր հավատացյալների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մկրտվել են, պսակադրվել են։ Արցախցիներին պիտի գոտեպնդենք, հուսադրենք այն հավատքով, որ Քրիստոս տվել է մեզ եւ այդ հավատքն է, որ պիտի փոխանցենք իրենց, որպեսզի այդ հավատքով ապրեն եւ շարունակեն ապրել եւ չմոռանալով այն արժեքները, որ ունեին եւ հոգեվոր արժեքները եւ նաեւ մշակութային արժեքները, որ թողել ենք Արցախում եւ հույսը հավատք ունենք, որ Աստված չի թողնի եւ մի օր էլ մենք միասնաբար նորից կվերադառնանք։ Պահոտ շրջանի ուրբաթ օրերին Մասյացոտնի թեմի քահանաները միասնական աղոթքի են կանգնել տարբեր սրբատեղիներում։ Լսել են Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի քարոզները։ Այսօր Հայր Սուրբը խոսեց բուն բարեկենդանի ավագ շաբաթվա իրադարձությունների մասին, մեկնեց ավետարանական պատումներ։ Ավագ շաբաթվա վերջում մենք կլսենք մեր Տիրոջ խոսքը խաչի վրա, երբ կասի Հայր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին։ Ուրեմն արգելված պտուղի խախտման հետևանքը մահն էր եւ Տիրոջ փրկagorցության ճանապարհի վերջին հանգրվանը դարձյալ մահն էր։ Բայց Տերը ինչու ընկեց իր մահկանացուն։ Որովհետև մենք որպես մարդ արարածներ, որ կյանքը ստանում ենք պարգև, արդեն իսկ մեր ծննդյան պահից սկսած մահկանացու ենք, հողեղեն ենք, ծնվում ենք, որպեսզի գնանք դեպի հող։ Եվ այդ հողեղեն լինելու կամ մահը ժառանգելը մեր բնության մասն է։ Եվ եթե մեր փրկagorցությունը պետք է լիներ իրական, այսինքն Աստված ինքը պիտի իջներ մեզ բուժելու, այն էլ բուժելու մեր ներսից, ապա պետք է անցներ մարդկային կյանքի բոլոր հանգրվանները, ծնունդից սկսած մինչև մահ։ Եվ Աստված նախ եւ առաջ արտահայտեց իր սերը արարչագործությամբ, բայց երբ մարդու ազատ կամքի գործադրմամբ արարչագործության մեջ ներմուծվեց մահը եւ դժբախտությունը, Աստված դարձյալ իր սիրո ուժով խոնարհություն ցուցաբերեց, նախախնամեց մարդկությանը եւ ապա ժամանակների լրումին
դարձավ մեզանից մեկը։ Ավակ շաբաթը մեր մասին է։ Ամեն անգամ, երբ մենք մտնում ենք ավակ շաբաթվա մեջ, մենք կանգնում ենք իրականում հայելու առաջ, տեսնելու նախ եւ ճանաչելու մեր Տիրոջը, ճանաչելու հատկապես Տիրոջ սերը։ Հովանու ավետարանի մեջ Քրիստոս իր քահանայապետական աղոթքը, որ բարձրացնում է, մի շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, մաքրիր նրանց քո ճշմարտությամբ։ Այսինքն, մեր ամբողջ այս մեծ պահքի շրջանը, որը խոշոր հաշվով մաքրագործման շրջանն է։ Մասյացոտնի թեմը Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջնորդությամբ ընդհանրական աղոթքի մասնակիցների հետ խորհրդածեցին ավակ շաբաթվա իրադարձությունների մասին, որպեսզի Տիրոջով զորացած հետևեն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանի, վերջին օրերի ուսուցումներին եւ դիմավորեն Սուրբ Հարության տոնը։